Հարցը ուղղում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խաղաղության համաձայնագրի կետերում նույնիսկ 1% վտանգ կա Հայաստանի Հանրապետության համար։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իր թիմակից Սիսակ Գաբրիելյանի այս հարցին պատասխանելու ըստ էության չպատասխանելու ժամանակ է Նիկոլ Փաշինյանը պայթում։ Ուրեմն այն բանակցային բովանդակությունը, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, այդ կետից որևէ գործողություն, որևէ հնարավոր գործողություն, տեսեք ինչ եմ ասում, չկար որևէ մի հնարավոր գործողություն, որը նույն տրամաբանության մեջ հնարավոր լինել ձևակերպել այլ կերպ, քան կապիտուլյացիա։ Իր սեփական կետից չէր սկսել բանակցությունները 2018-ին Հայաստանի նորընտիր վարչապետը։ Ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից, այս շատ կարևոր նրբություն։ Իրանց գործը ինչ է։ Իրանց 2020 թվականի նոյեմբերի եւ դրանից առաջ էլ ամբողջ գործը ինչ է։ Որ իրենց կառուցած, այն ինչ որ իրանց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների կոնկրետ իմ վզին։ ՔՊԱ-ական թիմակցի խաղաղության համաձայնագրի մասին հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանը սկսել է նորից նախկինների շքի հետ կռվել, հունից դուրս է եկել, երբ հանկարծիշել է, որ իր հետ ոչ ոք բանավեճի չի գալիս։ Բայց դրա համար եմ այդ մարդկանց ասում եմ, լսեք, եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Իրեք հատ մտքի տիտանը ասում են, ես այսօր գործ ունեմ, ես այսօր բան, այն մեկն ասում է, բոլորը ասում են բան, բոլորն ասում են, մենք իր հետ բանավիճելու բան չունենք, հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, բանին, հարսներին, բաջանաղներին խրգում են ասուլիսներ տալու, գնացեք, արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընկեք տեղները, ձեններդ կտրեք։ Եթե բանավիճում եք, եկեք խոսանք։ Ես ասում եմ, ես ձեզ հետ չեմ բանավիճի, ես ձեզ հետ պատերով կտամ, եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, իրեքիդ էլ վերաբերվում է, հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Ես ձեզ ոտի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ։ Կամ վեր եք ընկնում, ձեններդ կտրում եք, այդ թեմայով չեք խոսում, կամ էլ գնում ենք ուղիղ եթերում բանավիճելու։ Ինչքան կարելի է մարդկանց բան անել, սղոցել ուղակի։ Ընդ որում պրոբլեմը մեզ չեն սղոցում, սա մեզ համար բացարձակապես ձեռնտու խոսակցություն է։ Սղոցում են մարդկանց, սղոցում են հանրության նյարդերը։ Նախկին նախագահների հետ բանավիճելու Փաշինյանի բուռն ցանկությունը նորից լուրջ չեն ընդունել նախկին նախագահները։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը 2 տողով է արձագանքել Փաշինյանի խորհրդարանական ճառին։ Դրա ելույթի վերջին հատվածից ակնհայտ է, որ բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի։ Լավագույն լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է, իսկ ընդհանրապես օղին դեղերի հետ չի կարելի խառնել։ Այսպես է պատասխանել առաջին նախագահի մամուլի խոսնակը։ Հիշեք, նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին, բայց երբեք չի հրապարակի Ղարաբաղյան կարգավորման Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում իր կողմից մերժված 2019 թվականի պլանը։ Թեթև տարեք, դա հին պատուհասական ադաթ է։ Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ձևակերպմամբ Փաշինյանի ազգային անվտանգության վտանգի աստիճանի հասած հոգեվիճակն ամենաշատը վատթարանում է կապիտուլյանտ բնորոշումից։ Ճամարտակելու փոխարեն նա միայն մեկ բան կարող է անել՝ հաղթահարել վախերը եւ հրապարակել ընդհուպ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը բանակցային գործընթացի բոլոր փաստաթղթերը։ Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե բանավիճել։ Սրանից հետո խոսակցությունը լինելու է։ Ազգային ժողովում Փաշինյանի զայրույթը 3 պիկին է հասել, հավանաբար դրանից առաջ Հայաստան խմբակցության падգամավորների հնչեցրած հիմնականում այս բովանդակությամբ հարցերից հետո։ Նշեք գոնե մի կետ, որը Ադրբեջանը փոխզիջել է մեր բազմաթիվ զիջումներին ի պատասխան։
Վապրոսն է միլիոն, ինչ է զիջել Ադրբեջանը։ Շնորհակալություն։ Մի զիջում, որ Ադրբեջանը արած լինի։ Այս հարցը մենք շատ անգամներ ենք հնչեցրել, երբեք չենք ստացել սրա պատասխանը։ Փաշինյանն իր ելույթներում խոսել է ամեն ինչից, բացի այն զիջումներից, որոնք ըստ Հայաստանի իշխանության արել է Ալիևը։ Փոխարենը Աննա Գրիգորյանն է թվարկել Փաշինյանի զիջումները։ Առաջինը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, դեկտեմբերի 17-ին ձեր իսկ հրամանով Վաղարշակ Հարությունյանի կողմից ստորագրվում է մի փաստաթուղթ, որը մինչև այսօր նույնիսկ համարվում է պետական գաղտնիք սեփական ժողովրդից, որովհետև մնացած բոլորը գիտեն դրա մասին։ Չի հրապարակվել մինչև այսօր։ Այդ փաստաթղթով զորքերը մինչև 20 կիլոմետր հետ են քաշվել, որի արդյունքում մենք լրջագույն անվտանգային խնդիրներ ենք ունեցել, հատկապես հենց Սյունիքի այդ սահմանի երկայնքով։ Հանձնվել է Գորիս-Կապան ճանապարհը։ Հիշում եք, այդ ժամանակ ադրբեջանցիները նույնիսկ GPS-ով գալիս էին, ասում էին մեր հենակետը այստեղ պետք է լինի, ու կանգնում էին, ու դիմացից որևէ մեկը չկար, որ արձագանքեր։ Զիջվել է Կապան ճակատեն ճանապարհը։ Տավուշում առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու եւ կանոնակարգի հաստատման զիջվել են տարածքներ, որոնք անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո եւ դրա փոխարեն գոնե 1 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներ չի դեօկուպացվել։ Բանակցությունների ընթացքում իմիջիայլոց կար առաջարկ, որպես մարտով կարդացել է այդ թուղթը, կար առաջարկ վեճերի լուծման համար մեխանիզմ ստեղծելու։ Ադրբեջանը հրաժարվել է եւ հետեւաբար դա դուրս է մղվել բանակցային փաթեթից։ Ես ավարտեմ, քանի որ շատերը շատ խոսեցին, կարծում եմ մի կես րոպեն չի խանգարել։ Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի կազմում, ասելով, որ կստանաք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին երաշխիքներ։ Մինչև այսօր չեք ստացել։ Ավելին, Արցախի ժողովրդի իրավունքների մասին եք խոսում, նույնիսկ 2022 թվականից հետո։ Այսօր Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի, գույքային իրավունքի, որևէ իրավունքի մասին որևէ քննարկում չկա։ Զիջում չի սա։ Իհարկե զիջում։ Մինսկի խումբը, երրորդ ուժի ներկայացուցիչների տեղակայումը, միջազգային ատյանները։ Ասենք սրանից ավելի Դրանք մտածված որոշումներ են եղել, որոնք ավելի անվտանգ են դարձրել Հայաստանը։ Պատասխանել է Նիկոլ Փաշինյանն ու ընդդիմադիր պատգամավորներին մեղադրել, թե նիստից առաջ դոպինգ են ընդունում ու պաթոսով հարցեր ուղղում։ Իսկ թվում է նիստից առաջ դոպինգ եք խմում, ինչ եք անում, որ գաք ստեղ այնց ինչ որ ցնցվելով, բանանելով, այնց ինչ որ բանի պաթոսի այդ օվերդոզից, այսինքն ինչ։ Ձեզ համար շատ նորություն կլինի, որ այս երկրում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք։ Դուք կոռեկտ արտահայտվեք։ Միակ բանը, որ կարողանում ենք խմել, այստեղ ջուրն է։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։